Հարցեր խնդրեմ պարոն Ավետիս։ Հարց չէ, պարոն Անդոնյան, ուզում էի ընդհանրապես նշել, որ ինքս որպես քաղաքացի խնդիր եմ ունեցել տնտեսվարողներից մեկի հետ, դիմել եմ տվյալ on-line հարթակին եւ ճիշտ այնպես ինչպես գործընկերը նկարագրեց, մեխանիզմը իրոք իդեալական աշխատել է եւ իմ իրավունքները վերականգնվել են եւ ըստ այդմ կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն հարցեր ունեն իրենց տարբեր տնտեսվարողների հետ, հարթակը իրոք աշխատում է, գործում է, կարող եք դիմել եւ արդյունքը կտեսնեք, կարծում եմ։ Շնորհակալություն պարոն Ավետիսյան։ Այստեղ կարևոր ինֆորմացիան էր, որ падգամավորների իրավունքներն էլ կարան խախտվել ու այդ մեխանիզմը վերականգնել։ Մենք էլ տես փորձում ենք մեր հանձնաժողովի փորձագետների իրավունքներից մեկի իրավունքներն էլ խախտվել, էլի այդ հարթակը օգտագործել ենք։ Խնդրեմ Մանցուրյան, հարց ունեք։ Ես ուզում եմ իմանամ այդ դիմողները competition IM հարթակին անպայման պետք է դիմողը իրեն իդենտիֆիկացնի անուն ազգանունով, այսինքն տնտեսվարողը բաց տվյալներ է ստանում դիմողի մասին, թե կարելի է առանց իդենտիֆիկացիայի բողոք ներկայացնել։ Սպառողը մեկ անգամ է իդենտիֆիկացիա անցնում, շնորհակալություն հարցի համար, նշեմ, որ բաց թողեցի իմ խոսքի մեջ, սպառողը մեկ անգամ իդենտիֆիկացիա անցնում, որպեսզի հարթակում մենք ունենանք իր հետ կոնտակտային տվյալներ, բայց տնտեսավարող սուբյեկտի նրա անձնական տվյալները չեն փոխանցվում, այլ փոխանցվում է խնդրի էությունը, այսինքն մեկ անգամ սպառողը գրանցվում է հարթակում, որպեսզի մենք իր հետ կոմունիկացիան պահպանենք, հետագայում այլևս, եթե էլի խնդրի հանդիպի սպառողը, այդպիսի իդենտիֆիկացիա անցնելու կարիք չի լինել, դա մեկ Հնարավոր է դեպքեր, երբ որ ինչ-որ քաղաքացի հարթակի միջոցով դիմում է իր խնդրի մասին եւ վերջում է տնտեսվարողը իմանում է կոնկրետ բողոքողի տվյալները եւ արդեն իրաց մեջ կարող է կոնֆլիկտ առաջանալ, որտեղ տենց նախադեպեր տարբեր հարցեր ունեցել ենք այս դեպքով չէ։ Տնտեսավարողը իմանում է սպառողի մասին, որովհետեւ դա միշտ անհատական խնդիր է, օրինակ ապրանք է ձեռք բերել, ՀԴՄ կտրոնը պետք է լինի ապացույց, այսինքն որ տվյալ ապրանքը ձեռք, օրինակ ոչ պատշաճ որակի ապրանք է ձեռք բերվել որևէ ինչ որ օրինակ էլեկտրոնիկայի խանութից եւ այդ ՀԴՄ կտրոնը այն ապացույցն է, որ սպառողը պետք է ապացուցի, որ հենց տվյալ ոչ պատշաճ որակի ապրանքը ձեռք է բերել տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից, այդտեղ որևէ գաղտնի ինֆորմացիա չկա, սուբյեկտները վաճառք են անում եւ գործարք են անում սպառողի հետ ըստ էության եւ հենց այս ինֆորմացիայի հիման վրա անհատական խնդրի լուծումը տեղի ունեն, որովհետեւ պետք է խնդիրը անհատականացվի, տվյալ ապրանքը անհատականացվի եւ եթե տվյալ ապրանքը օրինակ հենց միայն այդ ապրանքի հետ է խնդիրը, դրա լուծումը տրվի, բայց եթե օրինակ բոլոր այդ ապրանքի նմուշները ունեն նման խնդիր, արդեն այստեղ կարող է առաջանալ նաեւ հավաքական սպառողի հարց, բայց իդենտիֆիկացիա լինում է, պետք է լինի, որպեսզի խնդրի լուծումը տրվի։ Շնորհակալություն։ Փոփոխությունների առաջարկները ներկայացված են կառավարության կողմից, ամփոփաթերթը հասանելի է, առաջարկում են բոլոր առաջարկները միասին քվեարկել հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ ներկայացված առաջարկներին, կողմ եւ առաջարկներով լրամշակված տարբերակին ովքեր են կողմ, ելի միացան կողմ, շնորհակալություն, հարցի քննարկումը ավարտվեց, մենք անցնում ենք մեր կարգի հաջորդ հարցերին, երկրորդ եւ երրորդ հարցերը բանսական վերջում ենք թողելու, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմοκում համաձայնագրի լրացումով ավելացնելու մասին հարցը հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյան, խնդրեմ պարոն Գևորգյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց եւ ավելացրեց միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման մասին համաձայնագիրը, ինչը ենթադրում է ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում, սա հարկային թափանցիկության կարևորագույն գործիքակազմ է, որը աշխարհը տարիներ շարունակ ներդնում է եւ Հայաստանը սրան ի վերջո միացավ 23 թվականին։ Գործիքը հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր երկրների մեջ, որ միջև այս տարի արդեն 40-ից ավել երկրների հետ Հայաստանը իրականացրել է
սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակում եւ մեր ռեզիդենտների մասին, մեր ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ստացել ենք տեղեկատվություն տարբեր երկրներից։ Նույն տրամաբանությամբ մենք փոխանցել ենք այդ երկրների ռեզիդենտի մասին տեղեկատվություն, խոսքը գնում է հիմնականում բանկային տվյալների մասին։ Նշված փոփոխությունները վերաբերում են տվյալ համաձայնագրի որոշակի դրույթների ավելի հստակեցմանը, որը եւս իր բնույթով միջազգային պայմանագիր է եւ ազգային ժողովի ներկայացում վավերացման համար կառավարության կողմից արդեն իսկ ստորագրված փոփոխությունները հիմնականում վերաբերում են որոշակի դրույթների հստակեցմանը կապված ինքնահայտարարագրի հետ, նույնականացման կանոնների հետ, կազմակերպությունների եւ անձանց հաշվետերերի նույնականացման հետ, այսինքն երբ որ մարդը կամ իրավաբանական անձը հաշիվ է բացում ցանկացած բանկում, Հայաստանում թե արտերկրում, որոշակի նույնականացման պահանջներ կան, որը որ ինչպես նաև ինքնահայտարարագրի կարիք կա, թե որ երկրի ռեզիդենտ է հանդիսանում տվյալ անձը։ Նման պահանջները գործող համաձայնագրով էլ կան, ուղղակի նորում որոշակի տեխնիկական բնույթի հստակեցումներ են արվում, որպեսզի ավելի ճշգրիտ լինի տվյալները, ավելի համադրելի լինեն տվյալները ու հետագա մշակումը դարձնի հնարավոր։ Սա է ըստ էության բովանդակությունը, եթե կլինեն հարցեր, ավելի մանրամասն կանդրադառնամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Կան հարցեր հարգելի գործընկերներ։ Նաև միայն, այսինքն սրան միացած են աշխարհի 200-ից ավել երկրներ, ամենախոշորներից մինչև ամենափոքրերը։ Շատ լավ։ Այլ հարցեր չունենք։ Ելույթներ չունենք։ Ավելացնել բան եք, պարոն Գևորգյան։ Ոչ, շնորհակալություն։ Քվեարկենք հետև հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին հարցին կողմ, դեմ ձեռնպահ չունենք եւ ովքեր են կողմ, որպեսզի հարցը ներառվի առաջիկա նիստերի օրակարգ, ելի միացեն կողմ, հարակի զեկուցող կարծում եմ պարոն Ղարամանյանը հաճույքով կզեկուցի այս հարցը եւ մենք քննարկում ենք հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված